Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին։ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շեշտելով, որ Հայաստանը այն երկիրն է, որն առաջարկում է բարդ, համալիր տեխնոլոգիական լուծումներ եւ ծառայություններ։ Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբեր անվտանգության մեխանիզմներ։ Փաշինյանի Թուրքիա այցից հաշված օրեր առաջ Ալիևի օգնական Հաջիևն էլ վերջնագիրը դրեց սեղանին Հայաստանի իր պատկերացրած կարևոր քայլերից խոսեց։ Զանգեզուրի միջանցք կոչվածը հիշատակեց։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ, այն անվանեք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս, բայց մենք եւս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս։ Բաքու-Անկարա տանդեմը Հայաստանի վերաբերող հարցերում տարաձայնություններ թերևս չունի, Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցում հաստատ չունի։ Փաշինյանը Թուրքիայում ասաց, ուզում են մեր տարածքով թող գան եւ դարձյալ հիշատակեց խաղաղության խաչմերուկը։ Այս բանի հայության այս բանը մեր բոլորիս, վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա, թող գնան գա, անիքի, վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում ենք ինչ եք ուզում, ասում են ուզում ենք գնանք բան, արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք, ինչու՞մն է պրոբլեմը, իսկ ինչի պետք է չգնան, պատկերացնեք 21-րդ դարում երկիր, դուք կարող եք այսօր ցույց տալ զարգացած որևէ երկիր, որի սահմանները փակ են։ Մասնագետները սակայն միանգամից նկատեցին Թուրանական ծրագրում Հայաստան չկա, նրանք այստեղ բացառում են հայերին։ Բացի այդ նաև նկատում են կառավարության ղեկավարը արդյունավետ արտաքին քաղաքականությունից է խոսում, բայց 57 պետություն ընդգրկող իսլամական գործակցության կազմակերպությունն ըստ էության վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանին խոսել մեջբերեմ հայկական ագրեսիայից տուժած ազատագրված տարածքները վերականգնելու եւ վերակառուցելու ջանքերում։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը իսլամական այդ կազմակերպության նիստում դժգոհել է Հայաստանից։ Երևանը չի կատարում, ասել է պարտականությունները։ Երևանը չի կատարում Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը։ Բաքուն առանց շունչ առնելու նոր պահանջներ է առաջ բերում եւ ինչ հաշվարկներ անում, Արևելքի երկինքը հուրհրում է, Ամերիկան է խառնվել կռվին։ Վաշինգտոնն անթաքույց չի բացառում իշխանությունն Իրանում, որ նպատակը ոչ թե պարզապես Իրանում միջուկային զենքի ստեղծումը բացառելն է, այլ իշխանափոխությունը։ Թրամփ ինքն է գրում, հաստատում սոցիալական ցանցի իր էջերում։ Իսրայել-Իրան կրակն ավելի է թեժանում, նաեւ միջուկային աղետի մասին է ահազանգում։ Մասնագետները վատ սցենարները Հայաստանի համար վտանգավոր են համարում։ Վատ սցենարը Հայաստանի համար շատ վտանգավոր է, որովհետև եթե Իրանում ապալվեց իշխանությունը, այսինքն խաոս ալինելու ինչ-որ ժամանակ եւ Իրանը չի կարողանալու իր ստողդերը տանել մեր տարածաշրջանում, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան լայն հնարավորություններ կստանան Հայաստանի վրա հարձակվելու համար։ Բնականաբար մենակ Իրանը չի զսպում այս պահին Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց Իրանը արդյունքի պայոներ զսպման մեխանիզմի մեջ։ Եթե Իրանը չլինի, ապա շատ դժվար կլինի զսպել նոր ագրեսիա։ Ինչ հուն կմտնի մերձավոր արևելյան այս սրացումը մասնագետները չեն շտապում կանխատեսել, չբացառելով երկարատև առճակատումը, կողմերը անզիջում են։ Իրանին Ամերիկայի հարվածներից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նամակ է թողել լացի պատի մեջ ու աղոթել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ազգին ուղված տեսաուղերձում հայտարարել է, որ Իսրայելը Իրանի դեմ պատերազմում տարել է պատմական հաղթանակ։ Նրա խոսքով Իսրայելը վերացրել է իր գոյությանը սպառնացող երկու հիմնական վտանգ՝ միջուկային ռումբերի եւ 20,000 բալիստիկ հրթիռների սպառնալիքը։ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը սառեցվել է եւ հավելել, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելը նույն վճռականությամբ կկանխի ծրագրի վերակենդանացման ցանկացած փորձ, նշելով, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք։
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Թեհրանի եւ Իրանի այլ քաղաքների փողոցներ, նշելու Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ պատերազմում հաղթանակը։ Միջոցառումների կադրերը տարածվել են իրանական լրատվամիջոցներում։ Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր Իսրայելի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաղթանակի մասին։ Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է Իսրայելի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաղթանակի մասին։ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցային գործընթացը Ամերիկայի եւ Իրանի միջև գնահատել է որպես խոստումնալից, ընդգծելով Վաշինգտոնի ցանկությունը երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Նա նշել է, որ եկել է ժամանակը Իրանի հետ ուղիղ բանակցությունների եւ համապարփակ համաձայնության հասնելու համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր հերթին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ զրույցում ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է Ամերիկայի հետ առկա տարաձայնությունների կարգավորմանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Եվրամիությունը մեկնարկելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Նրա խոսքով անհրաժեշտ է մեծացնել Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը, եւ Եվրամիությունը արդեն իրականացնում է համապատասխան քայլեր։ Մերցը նաեւ հույս է հայտնել, որ Ամերիկայի Սենատը առաջիկա օրերին կընդունի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենք, ընդգծելով, որ այդ հարցը քննարկել է նախագահ Թրամփի հետ եւ կոչ է արել նրան հաստատել համապատասխան միջոցառումները։ Իրանի արտաքին գերատեսչության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Իսրայելի եւ Ամերիկայի հարձակումներից հետո Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել։ Հիշեցնենք, հիմնական հարվածները հասցվել էին Նաթանզում, Ֆորդոյում եւ Սպահանում գտնվող միջուկային օբյեկտներին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը խոստացել է ծրագրի վերականգնման եւ ուրանի հարստացման դեպքում նոր հարվածներ հասցնել Իրանին։ Դանիան կդառնա առաջին երկիրը, որի հետ Ուկրաինան կսկսի ընդհանուր պաշտպանական արտադրություն, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի եւ Դանիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ փաստաթուղթ Դանիայի տարածքում ուկրաինական սպառազինության արտադրություն սկսելու մասին։ Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում հեղեղումների պատճառով ավելի քան 80,000 մարդ անվտանգ վայր է տեղափոխվել։ Վերջին տվյալներով 48,900 բնակիչ ժամանակավորապես տարհանվել է։ Հեղեղումների պատճառով Սանդուշուի ինքնավար շրջանի արագընթաց ճանապարհին փլուզվել է կամրջի մի մասը, տուժածների մասին տեղեկություններ առայժմ հստակ չկան։ Բրազիլիայի նախագահը քննադատել է Թրամփի վարքագիծը, նշելով, որ նման խոշոր երկրի առաջնորդից ավելի նպատակային եւ պատասխանատու մոտեցում է ակնկալվում։ Նա մտահոգություն է հայտնել Թրամփի համացանցում չափազանց մեծ ակտիվության եւ պոպուլիստական հայտարարությունների կապակցությամբ, շեշտելով, որ նման չափի երկրի ղեկավարը ավելի արդյունավետ պետք է ներգրաված լինի միջազգային քաղաքական գործընթացներում, ազատ առևտրի խթանման եւ խաղաղության պահպանման գործում, այլ ոչ թե ձգտի մշտապես հայտնվել մեդիայի ուշադրության կենտրոնում։ Արտակարգ դեպք Փարիզում ուժեղ փոթորիկ ավերածություններ է առաջացրել 2 մարդ, այդ թվում 12-ամյա տղա զոհվել է։ 42 դեպարտամենտներում հայտարարվել է նարնջագույն վտանգի մակարդակ։ Երևանի ավականու նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքները արդեն ավարտվել են։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հարակից տարածքներում նմանատիպ վտանգներ դեռ պահպանվում են։ Այդ իսկ պատճառով ամբողջ հատվածը դեռևս բացված չէ։ Ավինյանը նաև հայտնել է, որ Իսակով Արշակունյաց ճանապարհի շինարարության մրցույթը կայացել է եւ շին աշխատանքները նախատեսվում են մեկնարկել ընթացիկ տարվա մեջ։ Հուլիսի 1-ից որոշ մասնագիտությունների ներկայացուցիչներ այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում եւ պարտավոր են անցնել հարկման ընդհանուր համակարգի։ ՊԿ հայտնում է, որ փոփոխությունները վերաբերում են իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն, կառավարման խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաեւ ժամանակավոր կամ այլ աշխատուժով ապահովման ոլորտներին։ Նշված գործունեությամբ զբաղվողներին հորդորվում է մինչեւ հուլիսի 21-ը էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնել ավելացրած արժեքի հարկ վճարող հաշվառվելու համար։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները ներկայացնելու ընթացքում վարչապետը հիշում է էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել էր։ Ութեպետ պատասխանատու նախարարը պարզաբանել է ներքին պահանջարկի քչացմամբ է նաև պայմանավորված, Փաշինյանը սահուն անցնում է էլեկտրական ցանցերը պետականացնելու իր օրինակարգին։ Անհրաժեշտ է առաջ քայլերը, որոնք նախ օրենսդրական փոփոխությունների հետ են կապված։ Խորհրդարանն արտահերթ նիստով կանի։ Սրանից զատ Նիկոլ Փաշինյանը ուրիշ խաղաքարտեր է բացում։ Որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը,
Ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնե տոմսեր ձեռք բերել։ Առնվազն 2 անչափահաս երեխա ու մարզում բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող ընտանիքների, ինչպես նաև արդեն տան հիպոթեկ մարող եւ երեխա ունենալ պատրաստվող ամուսինների պետաջակցության այս տարվա բյուջեն ավելացրեց գործադիրը։ Ծրագրի պահանջարկը մեծ է, կառավարությունը ուրախ, բայց աշխատանքի եւ սոցհարցերի փոխնախարարը նաև նույն ծրագրի սահմանամերձ տարածքների թվերն է ներկայացնում։ Վարչապետը մի քանի անգամ փորձեց հստակեցնել, փոքր է թիվը, դժգոհում է։ Սահմանամերձում գրանցել ենք 9 ուրեմն դեպք, որտեղ 50% ավել աջակցություն են ստացել եւ 2 բնակավայրի դեպքում էլ դպրոց կամ մանկապարտեզ։ Քանի դեպք եք արձանագրել։ Ընդհանուր 11, որից 9 սահմանամերձում։ Շատ լավ։ Այդ 11 ընտանիքի մասին է խոսքը։ Դե այդ են թվերը չեն, որ մեզ կարող են գոհացնել, այսինքն 11 դեպքի մասին է խոսքը, ոչ թե տոկոսի։ 11 դեպք, որ հենց սահմանամերձ բնակավայրում է այդ հիպոթեկը տեղի ունեցել, բայց մենք գիտենք, որ սահմանամերձ բնակավայրում հիպոթեկները որպես կանոն տարածված երևույթ չեն։ Դպրոցներում առաջադիմության խնդիր ունեցող 13400-ից ավելի աշակերտ վերջին ուսումնական տարում կրթական արդյունքները բարելավել է։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, այս երեխաների նկատմամբ պարտավորություն ստանձնելու արդյունքն է։ Կրթական հավելյալ ծառայություն են մատուցել, առաջ միայն նույն դասարանում էին թողնում։ Շատ լավ, նախորդող շրջանում ինչ որ համակարգային խնդիրներով եկել կուտակվել է, մենք պարզա որ մենք երեխաներին պետք է աջակցենք, բայց մյուս կողմից հանկարծ մենք մեխանիզմ չստեղծենք, որ դպրոցները մեզ ինչ լավ է, մենք չենք հասցնում, առաջադիմություն չունենք եւ հետեւաբար մեր ֆինանսավորումը դրանից ավելանում է։ Եթե 1-2 ստեղ մենք պետք է ճիշտ բանաձևեր դնենք։ Բանաձևերն ըստ կառավարության ղեկավարի պարզ է դպրոցներում մշտադիտարկումներ պետք է արվեն, միևնույն հաստատություններում առաջադիմության խնդիր ունեցողների թիվը չի նվազում։ Մի բան էլ ավելանում է կամ առնվազն ստաբիլություն է պահում, պրոբլեմը հաստատ դպրոցում է։ Աշխատանքային պայմանագրեր խզելու հիմք նաև պիտի հանդիսանա։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, որ Աղվերանը եւ շրջակա տարածքները ենթարկվել են մորեխապարսի գրոհի։ Լրատվամիջոցներից մեկի զրույցում արձականի վարչական ղեկավարը նշել է, որ տարածքի բնակիչներից ահազանգ է ստացել։ Նա հայտնել է, որ համայնքապետարանը այդ մասին տեղեկացվել է։ Ըստ Մարգարյանի, էկոնոմիկայի նախարարությունից կուղարկեն համապատասխան դեղամիջոցը մորեխների դեմ պայքար իրականացնելու համար։ Արձականի վարչական ղեկավարը նաև տեղեկացրել ու պարզաբանել է, որ վիճակը այս պահին միայն արձականի հանգստյան հատվածում է։ Վերջին 5.5 տարում քաղաքացիները ավելի քան 4.8 միլիարդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե վարորդական վկայական ստանալու համար։ 2025-ի 5 ամիսների ընթացքում վարորդական վկայականների տեսական քննություն է հանձնել 33109, իսկ գործնական 27699 անձ։ Նույն ժամանակահատվածում վարորդական վկայական է ստացել 11688 անձ, որից 2493-ը կամ 21.3%-ը առաջին փորձից։ Հունիսի 22-ին մայրաքաղաքում կրակոցներ են հնչել դեպքի վայրը Գևորգ Վարդանյան փողոցներ, որտեղ էլ քրեական ու համայնքային ոստիկանները պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկույտ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է տարբեր հրազենից արձակված կրակված 4 պարկույտ։ Վիրավորի մասին Երևան բժշկական կենտրոնից են հայտնել իրենց մոտ է շտապօգնության խումբը տեղափոխել 32-ամյա Գուրգենին, ով Երևանի բանջարանոց ներթաղամասում հայտնի բոքսյոր Գուգոն է։ Նա աճուկային շրջանի եւ ծնկի հրազենային վնասվածք էր ստացել, սակայն երիտասարդը իրավապահներին որևէ բան հայտնել չէր կարողացել, վիրահատարանում էր։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության, Արաբտիրի ոստիկանության բաժնի ծառայողները, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարողին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։